մեր կողմից բարձր դատարանին են ներկայացվել եւ էլեկտրոնային կարգով դատավարության բոլոր մասնակիցներին է տրվել մեր միջնորդությունը եւ դրանքից փաստաթղթերը, որտեղ զանգվածային լրատվության միջոցները հրապարակել են այդ թվում քվյաթերթիկը ծրարի մեջ տեղադրված վիճակում, թե որքան թափանցիկ է այդ ծրարը։ Նման ծրարների առկայության դեպքում բարձր դատարան ես պնդում եմ, որ անհնարին է ապահովել ընտրությունների գաղտնիությունը։ Իսկ եթե որևիցե ընտրություն չի անցկացվել գաղտնի, ապա այն առնվազն չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ընտրական գործընթացներին վերաբերող եւ դրա համար սահմանված պահանջներին համապատասխան ընտրություն, քանի որ ուղղակիորեն խախտվել է կամ կարող էր խախտվել անձանց գաղտնի քվեարկության հնարավորությունը, դրանով պայմանավորված բարձր դատարան խնդրում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովին տրամադրված 5-ական ծրար եւ նշանակել փորձաքննություն դրանց թափանցիկության հարցի վերաբերյալ։ Տեղամասային թե ընտրատարածքային յուրաքանչյուր։ Բարձր դատարան, քանի որ ընտրատեղամասերը եւ ընտրատարածքային հանձնաժողովները երկուսն էլ տիրապետում են ընտրությունների ամփոփման փաստի ուժով, կարծում ենք, որ ավելի արագ կլինի, եթե ընտրատարածքային հանձնաժողովների կողմից տրամադրվեն դրանք։ Եվ դուք կարծում եք, որ դրանք տարբեր են եղել։ Ընտրատարածքային հանձնաժողովներին ներկայ տրամադրված ծրարները կարծում եք դրանք տարբեր են եղել։ Բարձր դատարան գտնում ենք, որ օբյեկտիվությունը ապահովելու համար, որովհետև բացառված չի դեպքը, երբ մի ընտրատարածքին եւ դրա ընտրական տեղամասերին տրված ծրարները եղած լինեն թափանցիկ, մի մասը ոչ թափանցիկ։ Բարձր դատարանը թե թույլ կտակ հավելենք այս հարցի վերաբերյալ, ըստ տեղեկությունների ծրարները պատրաստվել են երկու տարբեր տպարանների կողմից եւ ըստ տեղեկությունների դրանցից մեկը առնվազն թափանցիկ է։ Ես չեմ կարող պնդել, որ մյուսը թափանցիկ է թե ոչ, որովհետև չեմ տիրապետում տեղեկատվության, համապատասխանաբար զուտ ընտրանքը գտնելու առումով խնդրել ենք յուրաքանչյուր ընտրատարածքից պատահականության սկզբունքով, այսինքն որպեսզի չբերենք 2005 անգամ ինչ-որ մի քանակ, ընտրել ենք, որ 38-ից համապատասխանաբար ինչ-որ քանակ ամեն տեղից 10 հատ պատահական ընտրանքով ձեռք բերվի եւ ներկայացվի, որպեսզի կարողանանք պատկերացնել։ Որպես այլ ընտրանք կարող ենք դիտարկել օրինակ ամեն տպարանից ստացած ինչ-որ քանակներ, բայց ես չեմ կարող համոզված լինել նաեւ, որ յուրաքանչյուր տպարան հաշվի առնելով տված ծրարների քանակը, դա 2 միլիոնից ավել ծրարների մասին է խոսքը գնում, ըստ էության նույն հումքով են տպվել եւ հնարավոր է տարբեր process-ի ընթացքում հումքի փոփոխության արդյունքում տարբեր ծավալի թափանցիկություն ունենան։ Դրա համար ըստ էության խնդրել ենք, որ պատահական ընտրանքով լինի մոտավորապես ցանկացած բոլոր ընտրատարածքների մեջ ներառված ընտրատեղամասերից համապատասխանաբար 10-ական, ոչ թե ընտրատեղամասից 10-ական, այլ ընտրատարածքից պատահականության սկզբունքով ընտրված։ Այդպես է նշեցինք, շատ շնորհակալություն։